Ուկրաինա, պետություն Արևելյան Եվրոպայում, մայրաքաղաքը Կիևն է, պաշտոնական լեզուն ուկրաիներենն է, Ուկրաինայում 40 միլիոնից ավելի մարդ է ապրում, Հայաստանում ուկրաինական համայնքը ձևավորվել է խորհրդային շրջանում, Հայաստանում արդյունաբերության զարգացման հետ ԽՍՀՄ հանրապետություններից տարբեր մասնագետներ, այդ թվում շատ ուկրաինացիներ վերաբնակվեցին Հայաստանում, այսօր Հայաստանում 1000-ից ավելի ուկրաինացի է ապրում, Նրանք բնակվում են հիմնականում քաղաքներում։ Քիչ չեն նաև վերջին տարիներին Հայաստանում հաստատվածները։ Օլենա Շևչուկը 2011-ին ամուսնու հայրենիք տեղափոխվեց, որ երեխաները հայկական միջավայրում մեծանան։ Օլենա, կպատմեք ձեր ուկրաինական կյանքի մասին, ինչով էիք զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունեիք։ Ես Ուկրաինայում եմ ծնվել եւ ապրել եմ այնտեղ մինչեւ Հայաստան տեղափոխվելս։ Երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանում պիտի ապրեմ։ Ես հայրենասեր մարդ եմ եւ միշտ մտածել եմ, որ ինչ որ բան պիտի անեմ իմ հայրենիքի համար։ Ստացվեց այնպես, որ հանդիպեցի իմ երկրորդ կեսին Օդեսայում։ Մենք եկանք Հայաստան, այցելելու նրա ազգականներին, սկզբում մի քանի ամիս մնացինք, աստիճանաբար պարզ դարձավ, որ իմ երեխայի համար այստեղ ավելի լավ կլինի, նա հայ է, սա նրա հողն է, այստեղ են նրա ազգականները, այդ ժամանակ դեռ միայն որդիս կար, մինչ այդ Ուկրաինայում ես ավարտեցի տնտեսագիտական համալսարանը, ապա ընդունվեցի ասպիրանտուրա և զուգահեռ դասավանդում էի, հենց այդ ժամանակ, երբ պատրաստվում էի գիտական թեզս պաշտպանել, մենք որոշեցինք տեղափոխվել Հայաստան։ Այդպես ես հրաժարվեցի այդ մտքից։ Փոխարենը ինձ գրավեց հասարակական գործունեությունը։ Մտածում եմ, եթե մի օր որոշեմ պաշտպանել թեկնածուականս, ապա միայն այստեղ դասավանդելու համար։ Բայց այս պահին ավելի կարևոր գործեր ունեմ։ Ինչպես հասկացա, ձեր ամուսնու ցանկությունն է եղել, որպեսզի տեղափոխվեք Հայաստան։ Ինչպես ընդունեցիք այդ որոշումը, դժվար էր ձեզ։ Այս որոշումը հեշտ չէր, բայց անհրաժեշտ էր։ Ես հասկացա, որ այստեղ ավելի լավ կլինի մեր ընտանիքի համար։ Նույնիսկ Հայաստանում ապրելով շարունակում էի աշխատել Ուկրաինայի հետ։ Հաճախ էինք մեկնում։ Կապը հայրենիքի հետ միշտ ակտիվ պահպանել եմ։ Իմ կյանքն այստեղ է, բայց մտքերս միշտ Ուկրաինայի մասին են եղել։ Սկսեցի Հայաստանում հասարակական գործունեությամբ զբաղվել։ Հոգալով պատերազմից փրկված ուկրաինացիների կարիքները։ Այդ ժամանակ, ինչպես ասում են, փազլը հավաքվեց, եւ ես զգացի, որ ուկրաինացիներին օգտակար լինելով իմ կյանքը լիարժեք դարձավ։ Իսկ հեշտ հարմարվեցիք Հայաստանին։ Ինձ շատ դժվար չի եղել, այստեղ մարդիկ ինձ դուր են գալիս իրենց վերաբերմունքով, անկեղծությամբ, ժպիտներով։ Ես երբեք ինձ օտար չեմ զգացել այստեղ։ Ավելին, թեև այնքան էլ նման չեմ հայուհու, բայց ինձ մշտապես հայերենով են դիմում։ Հավանաբար դեմքս հայկական է դարձել։ Հայերեն սովորել եք, խոսում եք։ Այո, խոսում եմ հայերեն, բայց դեռ մի քիչ դժվարանում եմ։ Օլենա, դուք արդեն 14 տարի է ինչ Հայաստանում եք ապրում, լավ եք զգում մեր երկրում ձեզ, սա ձեր տունն է արդեն։ Ես շատ լավ զգում եմ։ Իմ սրտի մի մասը ուկրաինական է, մյուսը հայկական։ Իմ սերը Հայաստանի նկատմամբ փոխադարձ է։ Ես գիտեմ, որ Հայաստանը նույնպես ինձ ջերմությամբ է ընդունում։ Վերջերս Եվրոպայում էի, ուզում էի ջուր խմել, բայց չէի կարողանում։
Ոչ միտեղ չկար այնպիսի ջուր, ինչպիսին Հայաստանում է։ Համամիտ եմ լիովին։ Це перше. Друге, я звикла, я не могла, бо я з Одеси. Ես Օդեսայից եմ, սովոր էի ծով տեսնել, իսկ այստեղ լեռներ են։ Մի քանի տարի է պահանջվել, որ ընտելանամ լեռներին, բայց հիմա առանց լեռների արդեն անսովոր է։ Երկու տեսարանն էլ հոգեհարազատ են ինձ համար։ Ես իսկապես այստեղ ինձ տանն եմ զգում։ Ինձ համար սա լավագույն վայրն է։ Ես առավել սիրեցի Հայաստանը հատկապես այն ժամանակ, երբ հաջողվեց Հայաստան եկած ուկրաինացիների համար ինչ-որ բան անել։ Իսկ կպատմեք ձեր երեխաների մասին, ինչով են նրանք զբաղվում այստեղ։ Діти, по-перше, Իմ երեխաները հայկական դպրոցում են սովորում։ Նրանք իրենց հայ են համարում։ Իհարկե գիտեն, որ իրենց մայրը ուկրաինուհի է, բայց ասում են՝ մենք հայ ենք։ Նրանք հայերեն են խոսում։ Որդիս երաժշտությամբ է զբաղվում, կոմպոզիցիա է ուսումնասիրում, հույս ունեմ, որ կոմպոզիտոր է դառնալու։ Դուստրս եւս դաշնամուր է նվագում եւ բալետով է զբաղվում։ Ես փորձում եմ մեծացնել նրանց հայկական ավանդույթներով, որովհետեւ հայկական ընտանիքում են ապրում եւ հայ հասարակության անդամ են։ Ձեր ընտանիքում կամ ձեր ամուսնու ընտանիքում արվեստով զբաղվողներ եղել են, քանի որ երեխաները, ինչպես հասկացա, արվեստի ճյուղն են ընտրել։ Մեր ընտանիքում չեն եղել մարդիկ, որոնք կյանքը արվեստին են նվիրել։ Չնայած կեսուրս եւ ամուսնուս քույրը ամբողջ կյանքում աշխատել են պարարվեստի քոլեջում։ Իմ կարծիքով Երևանի կենտրոնում ապրելով հնարավոր չէ արվեստից հեռու լինել։ Հենց հիմա մեր նկարահանման ընթացքում իմ դուստրի եւ որդին արվեստի դպրոցում են։ Մենք կարող ենք նրանց մոտ գնալ։ можемо піти їх відвідати. Իհարկե, գնանք։ Լեզվով եք խոսում, ուկրաիներեն գիտեք։ Ես դեռ չեմ սովորում ուկրաիներեն, բայց առաջ սովորել եմ, զբաղվել եմ ուկրաիներեն լեզվով, երգում եմ երգեր, նոտանավորներ եմ սովորում, բայց հիմա ժամանակ չունեմ եւ մի քիչ հետո ես կսարնաշարունակեմ սովորել։ Իսկ Արաքսյան։ Ես գիտեմ, ես շատ երգեր գիտեմ ուկրաինային։ Հասկանում եք։ Հա, ես հասկանում եմ։ Ապրեք։ Էդվարդ, ես տեսա, որ դուք հրաշալի նվագում եք եւ նաեւ գիտեմ, որ ստեղծագործություններ եք գրում։ Ինչ եք ուզում դառնալ։ Երաժիշտ, կոմպոզիտոր։ Ես դեռ մասնագիտությունը չեմ ընտրել, որովհետեւ շատ դժվար է ընտրել։ Ես կամ թեորետիկ, կամ կոմպոզիտոր, կամ դիրիժոր։ Ես հասկացա, որ դուք շատ կրքով եք նվագում եւ մեծ կիրք ունեք դեպի երաժշտությունը։ Որտեղից է գալիս դա։ Ինձ մոտ կարա տես ժամանակ լինի, որ հոգեշնչում գա եւ որ ինձ մոտ հավես գա եւ ես նվագեմ իմ հավեսի համար։ Պատրաստում եք երաժշտությամբ շարունակել։ Այո, իհարկե։ Հիմա որտեղ եք սովորում։ Ես ավարտել եմ Քուշնարյանի անվան արվեստի դպրոց մի տարի առաջ։ Հիմա զբաղվում եմ կոմպոզիցիայով եւ պատրաստվում եմ ընդունվել Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջ։ Իսկ ուկրաինական երաժշտություն ուսումնասիրել եք։ Հա, ուսումնասիրում եմ, երգեր եմ երգում, լսում եւ այլն։ Որն է ավելի շատ դուր գալիս, հայկական երաժշտությունը, թե ուկրաինական։ Այդ շատ դժվար հարց է, որովհետեւ եւ ուկրաինական կոմպոզիտորներն են լավ եւ հայկական։ Իսկ քույրիկը եւս հաճախում է երաժշտության, ձեր շնորհիվ է դա։ Հա,
Ինքը սկզբից բալերինա է եղել, բայց ինքը հիմա մտնում է երաժշտական։ Արաքսիա, իսկ դուք ինչով եք ցանկանում զբաղվել։ Ես ուզում եմ բալերինա դառնամ։ Ես տեսա, որ դուք նաև երաժշտությամբ եք զբաղվում, որ մեծանաք բալետի պարուհի եք ավելի շատ ցանկանում դառնալ, թե երաժիշտ։ Կարող է ավելի շատ բալերինա։ Ավելի շատ բալերին։ Մենք հիմա ձեր գրասենյակում ենք, կպատմեք մի փոքր ինչ գործունեություն եք ծավալում, քանի ընտանիքի հետ եք աշխատում, ինչ ծրագրեր եք իրականացնում։ Մեր հիմնական հասարակական գործունեությունը սկսվեց 2022 թվականի փետրվարին, երբ Ուկրաինայում պատերազմ սկսվեց։ Ես ապրում եմ Հայաստանում եւ պարզ է, որ ինձ ճանաչողները գիտեն այդ մասին։ Երբ սկսեց պատերազմը, փախստականներն այստեղ գալով դիմում էին աջակցության խնդրանքով։ Այդպես ուկրաինացի փախստականներին ուղղված օգնության ծրագիրը սկսեցինք։ Այդ ժամանակից ի վեր մենք օգնել ենք մոտ 13000 մարդու։ 2023 թվականին էլ Արցախից տեղահանված մոտ 3000 մարդու ենք աջակցել։ Օգնեցինք սննդամթերքով, հագուստով, ծածկոցներով, մի խոսքով առաջին անհրաժեշտության իրերով։ Այստեղ մեր գրասենյակում նաև ուկրաիներենի դասընթացներ են կազմակերպում երեխաների եւ մեծահասակների համար։ Մենք փորձում ենք սովորեցնել լեզուն, պահպանել այն։ Շփվում ենք ուկրաիներենով, որպեսզի չմոռանանք մեր մայրենին։ Դասընթացների ձևաչափն այնպիսին է, որ տարբեր մարդիկ կարող են միանալ։ Դասերի ընթացքում տարբեր թեմաների շուրջ ենք խոսում։ Մեր դասերին կարող են մասնակցել այն մարդիկ, որոնք ուկրաիներենով են ուզում շփվել եւ ցանկանում են ոչ միայն պահպանել, այլ նաեւ զարգացնել լեզվի իմացությունը։ Ուստի մենք հավաքվում ենք, քննարկում տարբեր տեքստեր, սովորում նոր բառեր, քննարկում ենք ինչպես ավելի լավ խոսել, ինչպես արտահայտել մտքերը մեր բառապաշարով։ Ես ապրում եմ Հայաստանում մոտ 4 տարի։ Այո, այստեղ կարծես փոքր Ուկրաինա լինի Հայաստանի ներսում։ Մենք հանդիպում ենք դասերի ժամանակ, բայց նաև միասին սուրճ ենք խմում, բորշ ուտում, ուկրաիներեն խոսում։ З Оленою ми знайомі майже 4 роки. Օլենայի հետ մենք ծանոթ ենք մոտ 4 տարի։ Սկզբում ես գալիս էի այստեղ նաև հայերեն սովորելու։ Հետո տեսա, թե որքան միջոցառումներ է Օլենան կազմակերպում։ Մենք երբեմն հանդիպում ենք այստեղ բորշ ուտելու համար, նա շատ համեղ է պատրաստում։ Երբեմն էլ Հայաստանով փոքրիկ ճանապարհորդությունների ենք գնում։ Ուստի ես շատ երախտապարտ եմ ինչպես ուկրաիներենի իմ մակարդակը բարձրացնելու, այնպես էլ տարբեր միջոցառումների մասնակցելու համար։ Մենք շատ ենք մտերմացել, ընկերացել ենք։ Սա Հայաստանում ուկրաինական փոքրիկ անկյուն է, որտեղ մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում։ Ինչպես տանը։ Իմ հայրս ուկրաինացի է, մամաս հայ։ Տենց պապա ժամանակին Ուկրաինայից ուղարկել էին Հայաստան ինստիտուտից հետո։ Այս Հայաստանը շատ էր հավանել, մամային հանդիպել ու այստեղ մնացել էր, ապրել էր։ Տենց այստեղ ես եմ ծնվել եւ եղբայրս։ Ուկրաինացի եմ ազգությամբ, ծնվել եմ Հայաստանում, Կիրովականում, Հնուվակա Վանաձոր որ կոչվում է, բայց կես կյանքս ապրել եմ Հայաստան, հետո գնացել եմ Ուկրաինա, այնտեղ սովորել եմ, ամուսնացել, ապրել, բայց կռվի պատճառով հիմա ստեղ եմ եկել։ Ստեղ եմ ապրում արդեն 3 տարուց ավել եմ։ Հելենայի հետ ծանոթացել եմ նույնիսկ երբ որ ես դեռ Ուկրաինայի էի, ուղղակի նորություններում Facebook-ում տեսա, որ սենց մի հատ աղջկա մասին գրում էին, որ ինքը օգնում էր ուկրաինացիներին, որոնք գալիս են Հայաստան, կռվի պատճառով, որ փախչում են։ Ես տենց սկսեցի իր հետ շփվել, չպատկերացնելով, որ ես մի օր կգամ Հայաստան ու իր հետ արդեն սենց մոտիկ կծանոթանամ։
Լավ եմ զգում, ուղղակի կարոտում եմ Ուկրաինա, քանի որ իմ մեծ տղասու ամուսինս այնտեղ է, ես փոքր տղայիս հետ եմ եկել այստեղ, մնում եմ, ինքը այստեղ սովորում է։ Ես էլ այստեղ վոլոնտյոր եմ, կամավոր եմ, ամեն օր գալիս եմ Իսոֆիս, օգնում եմ ինչով կարում եմ Ելենային։ Ճիշտն ասեմ, ես երբ որ ապրում եմ Ուկրաինա, ինձ գտնում է Հայաստան։ Ես որ այստեղ եմ ապրում, ուզում եմ գնամ Ուկրաինա, այսինքն իմ մեջ 50% ես չեմ կարող ասեմ, որ երկու հայրենիք ունեմ։ Ես շատ եմ ինձ լավ զգում, երբ որ ինչ-որ մեկին օգնում եմ, այդ ինչ-որ մեկը գալիս է, ինչ-որ հարց է տալի, ինչ-որ մի բանով կարանք իրան օգնենք, ուկրաինացի փախստական, որ մեզ դիմում է, Ելենային է դիմում, ու մենք այդ հարցը կարում ենք առաջ տանք, ինչ-որ մի բանով օգնենք, ես երջանիկ եմ դրանով։ Օլենա Շևչուկը մասնագիտությամբ տնտեսագետ է։ 2004 թվականին ընդունվել է Օդեսայի ազգային տնտեսագիտական համալսարան, որտեղ նախ բակալավրի, այնուհետև մագիստրոսի որակավորում է ստացել։ Ավարտելուց հետո ինքն է սկսել տնտեսագիտություն դասավանդել։ Օդեսայում նաև որպես բիզնես խորհրդատու է աշխատել մինչև 2011 թվականը։ Տարվա ընթացքում մի քանի անգամ այսպես հավաքվում ենք եւ մոտենկա ենք պատրաստում։ Ուկրաինական ազգային տիկնիկ, այն տարբեր բնական գործվածքներից ենք պատրաստում, առանց ասեղ օգտագործելու։ Մի քանի ժամ կարող ենք նստել եւ այդ գործն անել, եւ տիկնիկներ ենք պատրաստում, եւ շփվում ենք ու թեյ խմում։ Ահա եւ մեր մոտընկան պատրաստ է։ Դրա վրա այսպես թելեր ենք փաթաթում։ Յուրաքանչյուրը պատրաստելիս երազանք է պահում։ Մոտընկա պատրաստելու իմաստն այն է, որ երազանքդ կատարվի։ Վերջերս միջոցառում ունեցանք մեր գործընկերոջ ՄԱԿ-ի փախստականների աջակցության հայաստանյան գրասենյակի հետ։ Ծաղրածուներ առանց սահմանների խումբը ելույթ ունեցավ մեր երեխաների համար։ Համայնքի երեխաները իսկապես շատ էին ուրախացել։ Շատ հուզիչ ուրախոր է այսօր, որովհետև մեր մոտ են ծաղրածուներ առանց սահմանների կազմակերպության 4 արտիստ Իսպանիայից, Իտալիայից եւ Արգենտինայից, որոնք բարեգործական շրջագայության են եկել Հայաստան եւ ընդունող համայնքներում հրաշալի բեմադրություն են ներկայացնում եւ բացօթյա եւ հենց կառույցներում, որպեսզի ուրախացնեն եւ տեղացի, եւ տեղահանված ընտանիքներին միաձուլեն, ծիծաղ ու ժպիտ բերեն։ Այսօր մեր ուկրաինացի բարեկամները վայելեցին ծաղրածուներին առանց սահմանների եւ պետք է ասեմ, որ այսօրը մի քիչ տարբերում է մյուս այն օրերից, որ մեր ուկրաինացիները նաև ուզեցին անպայման հյուրասիրել մեր ծաղրածուներին իրենց ազգային ուկրաինական բորշով։ I'm an acrobat, a circus artist. Ես ակրոբատ եմ, կրկեսի արտիստ։ Առաջին անգամ եմ ծաղրածումներ առանց սահմանների խմբի հետ Հայաստանում։ Մենք 2 շաբաթով ենք այստեղ եկել։ Մի քանի քաղաքներում ենք ելույթ ունեցել արդեն։ Դա անում ենք համագործակցելով երեխաների, մասնավորապես փախստական երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ։ Ես շատ ուրախ եմ այստեղ ելույթ ունենալու համար։ Շատ էի լսել Հայաստանի մասին որպես հին մշակույթ ունեցող երկիր։ Ուստի շնորհակալ եմ այս փոքր, բայց հարուստ մշակույթով երկիրը բացահայտելու հնարավորության համար։ Այստեղ շատ պատմական իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մասին մենք պատկերացում չենք ունեցել։ Սա այն իրերի պահեստն է, որոնք տարբեր տեղերից տարբեր մարդիկ որպես օգնություն են բերել։ Մի փոքր աշխատանքային վիճակ է, քանի որ մարդիկ մշտապես նայում են եւ ընտրում են։ Սա մի նախաձեռնություն է, որը ինքնաբուխ ծագեց։ Ուկրաինայից փախստականները գալիս էին երբեմն առանց հագուստի։ Մենք շատ ուրախ ենք, որ կարողացել ենք աջակցել նրանց։
Ալենա, անկախ ամեն ինչից Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը ամեն ինչ անում է ազգային տոները Հայաստանի ուկրաինական համայնքի համար տոն դարձնելու համար, ինչպես օրինակ Ուկրաինայի անկախության տոնը, որը հրաշալի առիթ է, որ ուկրաինական համայնքը հավաքվի, իդեպ այսօր ես էլ եմ մասնակցելու տոնին։ Так, по-перше, громада Հայաստանի ուկրաինական համայնքը մեծ չէ, բայց բոլորը միասնական են։ Բոլորը համախմբվում են ուկրաինական տոները միասին նշելու համար։ Հիշատակի օրերին եւս հավաքվում ենք, պատրաստում ուկրաինական ուտեստներ, համտեսում դրանք, զրուցում, կազմակերպում վարպետաց դասեր։ Իսկ վերջերս նշվեց նաեւ անկախության օրը, որը ուկրաինացիների ամենամեծ եւ ամենակարևոր տոներից մեկն է։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո շատ ուկրաինացիներ Հայաստանում ապահով ապաստան գտան։ Այստեղ վաղուց բնակվող ուկրաինացիները սկսեցին դժվար իրավիճակում հայտնված հայրենակիցներին օգնելու ծրագրեր մշակել։ Օլենա Շևչուկն իր հասարակական կազմակերպությունը ստեղծեց աջակցելու պատերազմից տուժած հայրենակիցներին։ Сьогодні ми відмічаємо в Республіці Вірменія дуже знаменну дату. Це День Незалежності України. Այսօր մենք նշում ենք շատ կարևոր օր Ուկրաինայի անկախության օրը։ 1991 թվականի օգոստոսի 24-ին Ուկրաինայի խորհրդային սոցիալիստական հանրապետության Գերագույն Ռադան Ուկրաինան հռչակեց անկախ, անբաժանելի, միասնական եւ ինքնիշխան պետություն։ Մեր ընկերներին եւ աջակիցներին հրավիրեցինք տոնակատարությանը մասնակցելու։ Մենք հրավիրել ենք Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչներին, խորհրդարանականներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, գործարարներին, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք միշտ աջակցում են Ուկրաինային։ Իհարկե տոնակատարությանը ներկայ է նաեւ ուկրաինական համայնքը։ Ես կարծում եմ, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները մեծ ներուժ ունեն եւ ոչ միայն քաղաքական կամ տնտեսական, այլև մշակութային եւ մարդասիրական մակարդակներում։ Մշակույթների եւ ավանդույթների փոխանակում է։ Մենք ներկայացնում ենք մեր մշակույթը Հայաստանում եւ ողջունում ենք հայկական մշակույթն Ուկրաինայում, որի կրողը հայկական համայնքն է։ Մենք լայն հնարավորություններ ունենք զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության համար։ Հետևաբար հայ-ուկրաինական հարաբերություններն ամեն օր ավելի ու ավելի կզարգանան եւ մենք Ուկրաինայի դիվանագիտական հաստատության մեր փոքր թիմը Հայաստանի Հանրապետությունում կփորձենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերությունները զարգանան, որպեսզի միջանցային շփումներն ընդլայնվեն եւ մեր երկրները չնայած դրանց միջև զգալի հեռավորությանը միայն ավելի մտերմանան։ Я українка, але я мешкаю в Вірменії. Ես ուկրաինացի եմ, բայց արդեն մի քանի տարի Հայաստանում եմ ապրում։ Ես զբաղվում եմ արվեստով եւ տարբեր ցուցահանդեսների եմ մասնակցել այստեղ։ Այսօր ինձ հրավիրել են նշելու այս տոնը, որն ինձ համար շատ կարեւոր է, հավանաբար ինչպես յուրաքանչյուր ուկրաինացու համար, քանի որ սա անկախության օրն է։ Ուկրաինացիների համար ազատությունը եւ անկախությունը շատ կարեւոր հասկացություններ են, կարելի է ասել էգզիստենցիալ, որովհետև մենք չենք պատկերացնում մեզ առանց ազատության։ Իմ կարծիքով հայերը շատ լավ են հասկանում ազատության գինը։ Սա ինչ-որ ընդհանուր բան է մեր ժողովուրդների միջև։ Ազատության, անկախության ըմբռնումը եւ սեփական երկրի, արմատների եւ ուժի զգացումը։